Բարև ընկերներ, Յոն և Յան հիմա միասին են, քանի որ սա տեղի ունեցավ, երբ ավարտվեց Մամանի և Ուրեսոյի միջև թյուրիմացությունը։ Մանանը ներողություն է խնդրում Ուրեսոյից, չնայած նրանք հիմա միասին են։ Յոն Յային ասում է, որ այդքան շատ է աշխատել այս պահի համար, որպեսզի նա կարողանա իր հետ լինել։ Յան մտածում է, թե որքան է նա իրեն վիրավորել միայն Ուրեսոյի պատճառով։ Բայց լավն այն է, որ նրանք երկուսն էլ գտնում են սեր, ինչը նշանակում է, որ Մանանի և Յայի միջև այլևս վեճեր չեն լինի, քանի որ նրանք միասին կլինեն։ Մանանը կասի. Ուրեսո, հիմա դու որոշիր, թե որտեղ պետք է ապրենք, քանի որ պապիկս ոչինչ չգիտի այս մասին։ Մանանը Ուրեսոյին սա ասում է, որպեսզի նա հասկանա, թե ինչ է նա թաքցրել պապիկից։ Մանանի պապիկը հստակ ասել էր Մանանին, որ նա այլևս երբեք չպետք է գնա Ուրեսոյի մոտ, բայց այս լուրը հասնում է պապիկին, այդ պատճառով էլ նա հիմա ուզում է գնալ Մանանի տուն։ Նրանք սպասում են, որ նա գա այնտեղ, և երբ Մանանը գալիս է, պապիկն ասում է. Մանան, դու խախտել ես քո խոստումը, ես քեզ այնքան անգամ արգելել եմ Ռայկոյի համար, այնպես որ գնա։